Արդյոք այն մարդիկ, ովքեր չեն լսել ավետարանի մասին, փրկվում են։ Սա շատ հաճախ տրվող հարց է։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն լսել ավետարանի մասին։ Արդյոք նրանք իրենց խղճով կարող են փրկվել։ Խիղճը փրկություն չի տալիս։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված յուրաքանչյուր մարդու տվել է խիղճ, որը ցույց է տալիս ինչն է ճիշտ եւ ինչը սխալ։ Հռոմեացիներ 2-րդ գլուխ 15 խոսքն ասում է. նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջը իրենց սրտերում է գրված, իրենց խղճի վկայությամբ եւ իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Խիղճը մարդու ներսում վկայում է նրա գործերի մասին, երբեմն այն մեղադրում է, երբեմն էլ արդարացնում, բայց խիղճը փրկության միջոց չէ։ Բոլոր մարդիկ մեղավոր են։ Աստվածաշունչը ասում է Հռոմեացիներ 3-րդ գլուխ 23 խոսք, որովհետև բոլորն էլ մեղանչեցին եւ զրկված են Աստծո փառքից։ Մարդը նույնիսկ իր խղճին էլ ամբողջությամբ չի հնազանդվում։ Այդ պատճառով բոլոր մարդիկ մեղավոր են Աստծո առաջ։ Փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Աստվածաշունչը շատ հստակ ասում է Գործք առաքելոց 4-րդ գլուխ 12 խոսք. ուրիշ ոչ մեկի մեջ փրկություն չկա, որովհետև երկնքի տակ մարդկանց տրված ուրիշ անուն չկա, որով մենք պետք է փրկվենք։ Փրկությունը չի գալիս ոչ բարությամբ, ոչ խղճով, ոչ էլ օրենքի գործերով, այլ միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր ավետարանը չեն լսել։ Պատմության ընթացքում եղել են շատ մարդիկ, ովքեր երբեք չեն լսել ավետարանի մասին, բայց Աստվածաշունչը ասում է, որ նրանք ամբողջովին առանց վկայության չեն եղել։ Հռոմեացիներ 1-ի գլուխ 19-ից 20-րդ խոսքն ասում է, որովհետև այն, ինչ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց մեջ հայտնի է, որովհետև նրա անտեսանելի հատկությունները ստեղծված բաներից երևում են։ Այսինքն մարդիկ ունեցել են ստեղծագործության վկայությունը, խղճի վկայությունը, բայց այս բաները չեն փրկում, այլ ցույց են տալի մարդու մեղավորությունը։ Աստված արդար դատավոր է։ Աստված յուրաքանչյուր մարդու դատելու է արդարությամբ։ Հռոմեացիներ 2-րդ գլուխ 6-րդ խոսքն ասում է. նա յուրաքանչյուրին կհատուցի ըստ նրա գործերի։ Մենք չենք կարող որոշել յուրաքանչյուր մարդու վերջնական դատավճիռը, բայց վստահ ենք, որ Աստված երբեք անարդար չի դատում։ Դրա համար է ավետարանը քարոզվում։ Պողոս առաքյալը գրում է Հռոմեացիներ 10-րդ գլուխ 14 խոսք. ինչպես պիտի հավատան նրան, որի մասին չեն լսել։ Այդ պատճառով Հիսուս Քրիստոսը պատվիրեց Մատթեոս 28 գլուխ 19-րդ խոսքում. գնացեք եւ բոլոր ազգերին աշակերտ դարձրեք։ Այսինքն մարդիկ պետք է լսեն ավետարանը, որպեսզի հավատան եւ փրկվեն։ Իսկ հիմա մի հարց եմ ուզում տալ, այս կարդացածիցս ինչ հասկացաք դուք։ Արդյոք այն մարդիկ, ովքեր չեն լսել ավետարանի մասին, խղճով փրկվելու են, թե ոչ։